Սիրելի հետևորդ, սիրելի հանդիսատես, խնդրում եմ գրանցվեք ալիքիս, տարածեք ես նյութերը և հենց հիմա նայելուց առաջ կամ միգուցե նայելուց հետո լայքի կոճակը սեղմեք, որպեսզի YouTube-ը այդ ռեկոմենդացիա անի և շատ մարդ տեսնի։ Բարև ձեզ։ Մենք տեսա համացանցով, ափսոս դեռ այնտեղ չեմ, որ Լավրովը եկել էր Հայաստան և շատ բուռն զարգացումներ եղավ համ փողոցում, համ մեդիա տիրույթում, համ հետարքի հարցազրույց եղավ Լավրովի հետ։ Գիտեք, կան վիճակներ, որտեղ որ դու պիտի հասկանաս, որ ակնհայտ պայքարելը և պահանջել իշխանությունից սուր և այսպես ռադիկալ քայլեր անելը դա անմտություն է ուղղակի։ Հիմա ինչ-որ ես ասեմ, կարող է շատերին դուր չգա, բայց երբեք չեմ ուզում հաճույքանամ որևէ մեկին։ Կասեմ այն, ինչ մտածում եմ։ Ռուսաստանը հանցագործ երկիր է և մեծ կայսրություն է և որքան էլ նրա ազդեցությունը չքչանա Հայաստանում, որևէ շատերին լսել եմ, որ ախր Ռուսաստանը դա չի կարա երկրորդ ֆրոնտ բացի, չի կարա բանման, դա թյուր կարծիք է շատ և եթե մենք հիմա նույնը Արադ Միրզոյանին կամ Նիկոլ Փաշինյանին սկսենք մեղադրել, որ ինչու չձերբակալեցիք, ասենք, Լավրովին, որտեվ նա հանցագործ պետության հանցագործ արտաքին գործերի նախարար է, Հռոմի ստատուտ կա, էս կա, էն կա, ընդունել ենք, դա անմտություն է, մենք հասկանում ենք, չէ, որ մենք չենք կարա, ասենք, եթե Պուտինն էլ գա, չենք կարող բանտարկենք, դա փաստ է։ Եվ այդ Հռոմի ստատուտը ընդունել ենք ոչ նրա համար, որ Պուտինին բանտարկենք, այլ որ Ալիևին դատի տանք։ Բայց դեռ ավելի մեր իշխանությունը ոչ միայն Ալիևին դատի չի տալի իր հանցագործությունների համար, այլ դեռ մի բան էլ հին դատերը ուզում է հետ կանչի։ Բայց դա ուրիշ թեմա է։ Եվ հիմա պահանջել իշխանությունից, որ նա ռադիկալ քայլերի դիմի, դա վտանգավոր է ուղղակի, որովհետև քո դեմ կանգնած է մի ուժ, հանցագործ մի ուժ, իր ոնց որ ասում են արունոտ ճանկերով, որը պատրաստ է քեզ ուղղակի հոշոտել։ Եվ այն բոլոր այդ բաները, խոսքերը, որ ստեղ չի կարա երկրորդ ֆրոնտ բացի Հայաստանում, բան դա դատարկ խոսակցություններ են, որովհետև Հայաստանում ֆրոնտ բացելու համար, ասենք, մի 2-3, ասենք, ջոկատ սպեցնազ է պետք, էլի, տենց չի, որ մենք այսօր ունենք մեր երանելի Իսրայելի նման բանակ կամ թեկուզ Ադրբեջանի նման բանակ, որ Հայաստանում լինեն ինչ-որ տենց ռազմական գործողություններ, բան և մենք կարողանանք դիմագրավել։ Եթե անգամ Ռուսաստանը 10 անգամ ավելի թույլ է, քան թե առաջ, դա անհամեմատելի ուժ է, համ ուժեր են, համ զուտ դեմոգրաֆիկ պատճառներով, համ աշխարհագրական պատճառներով, մենք չունենք խորություն մեր երկրում, 4 կողմից սահմաններ են, 2 թշնամական սահման ունենք և ունենք կողքներս մի հարևան, որը որ սպասում է, նստած սպասում է, թե երբ կարող է հարձակվել և ասում են, բա ինչի չի հարձակվում, ուրեմն չի կարող, չէ, ժողովուրդ, ոչ թե չի կարող, այլ սպասում է։ Մենք ամբողջ ինֆորմացիան չունենք։ Մենք գիտենք ընդամենը մի 20% այն ամեն ինչից, ինչ որ կատարվում է կուլիսների հետևում։ Եվ ոչ ոք չի կարող ասի, թե ինչու չի հարձակվում Ադրբեջանը։ Մենք չգիտենք իրենք ինչ են պայմանավորվել ռուսների հետ։ Բացարձակ։ Կարող ենք ենթադրել։ Բայց մենք գիտենք, չէ, որ կա ընդունված պայմանագիր, որ Ադրբեջանը եւ Ռուսաստանը իրար մեջ կիսվում են այդ
գաղտնի եւ այսպես ասած ինֆորմացիայով եւ իրար ինֆորմացիա են, այսինքն դա իրենք աշխատում են միասին։ Դե Ադրբեջանը աշխատում է միայն Հայաստանի դեմ։ Եթե նա Ռուսաստանի հետ աշխատում, ուրեմն Ռուսաստանն ու Ադրբեջանը աշխատում են Հայաստանի դեմ։ Եվ հիմա ասել, որ չէ, Ռուսաստանը չի կարող որ Շիբանանյանը թքեք, դուս եկեք, всё բավան։ Ես կարծում եմ, որ պահը բաց է թողնված։ Ես ինքս շատ այլ արժեքների դեր մարդ եմ, ինձ բացարձակ ռուսկի միր ասածը հոգի հարազատ չի, բայց փաստը մնում է փաստ, որ եթե մենք մտնում ենք ուղիղ առճակատման մեջ ինչ որ մեկի հետ համագործակցելով կամ թեկուզ եւ մենակ, լինում է այն ինչ որ լինում է, այդպես եղավ 15 թվին։ Ճիշտ է, մենք այն ժամանակ պետություն չունեինք, բայց ունեինք ինչ որ ունեինք, ես կասեի, ավելի շատ հասարակական կշիռ, քան թե հիմա մենք ունենք։ Մենք ունենք բանկեր Օսմանյան կայսրությունում, մենք ունենք ահռելի քանակով մտավորականներ, մենք ունենք դեպուտատներ, որոնք որ նստած էին Օսմանյան կայսրության պարլամենտում, եւ պարլամենտ է կոչվում, թե ինչ գիտեմ։ Հիշում եք, չէ՞, այդ մեր հայ ազգի պատգամավորը, որ կա անունը մոռացա այդ հրաշալի երիտասարդը, որ ամեն անգամ ապրիլի 24-ին այդ մտավորականների եւ պատգամավորների նկարները բերում էր պարլամենտ եւ հետո դիսկուսիա էր բացվում, բան չէ։ Հա, եւ այսօրվա դրությամբ Հայաստանը մեր եւ իշխանությունների շնորհիվ հասցվել է այն վիճակին, որ այսօր մենք պետականորեն դիմագրավելու Ռուսաստանի պրեսինգին չեն կարող։ Ամենևին էլ չի նշանակում, որ դա ինձ երջանկացնում է եւ ամենևին էլ չի ասում նրա մասին, որ պետք է հանձնվել։ Եթե պետության մակարդակը թողնենք այն կողմ, դիվանագիտական եւ այդ ամեն ինչը, ապա կա հասարակություն։ Մենք պետք է ամբողջ հասարակությունով, ամբողջ հայ աշխարհով Ռուսաստանին ասենք ոչ։ Անգնահատելի օգուտ տվեց այն ակցիաները, որոնք որ կատարվում էին արտաքին գործերի նախարարության շենքից այն կողմ։ Եթե չեմ սխալվում, Արման Բաբաջանյանն էր կազմակերպել, աչքիս լույսը չի, բացարձակ անձնական շփումներ մի երկու անգամ ունեցել, եկեք չանձնավորենք, բայց այդ քայլը, որ նա արեց, կազմակերպեց բան եւ այն քաղաքացիներին, ովքեր որ մասնակցեցին դրան, թույլ տվեք շնորհակալություն հայտնել, եթե ես ըլնեի Հայաստանում, կլնեի իրաց շարքերում, հուսանք կլնի առիթ, ասենք ես ինձ գալու եմ մի ամիս հետո, ներկայացումներ ունեմ Երևանում, որովհետև մենք աշխարհին եւ նույն Ռուսաստանին այդ ոչը ասում ենք, ցույց ենք տալի ժողովրդի եւ հասարակության մակարդակով։ Ես հիշում եմ երիտասարդ էի, երբ որ ինստիտուտում էի սովորում, մենք մեր կրթաթոշակները հավաքեցինք կուրսով ընկերներիս հետ եւ գնացինք մեր բալթյան երկրներ ֆրֆրալու։ Այնտեղ լավ ընկերներ ձեռք բերեցինք, բան, կերանք, խմեցինք, շատ լավ անցավ եւ ես հիշում եմ, որ հասարակությունը ինքը հակառուսական էր։ Իհարկե ծայրահեղության հասնող, որովհետև խոսում են ռուսերեն, քեզ չեն պատասխանում։ Դե այն ժամանակ անգլերեն լավ չգիտեի էլ, որ ասենք սեշուպը, ունես չէ որ իրան գիտեին։ Հայերեն էին խոսում, հետո իրան կամաց հասկանում են, որ դու ռուս ես, ասում են բանի հայերեն, ասում են ռուսերենի։ Այդ վերաբերմունքն է պետք։ Ես չեմ ասում, թե պետք է հիմա մեր ռուսները, ովքեր որ Հայաստանում ապրում են, հետները չխոսենք ռուսերեն։ Ոչ, իհարկե, բացարձակ եւ մենք ոչ վրացի ենք, ոչ էլ մեր բալթյան երկրները։ Բայց կարող ենք, չէ, հասարակության մակարդակում, ասենք, բոլոր ռուսական ցուցանակները հանենք։ Կարող ենք։ Դա խոսում եմ ես բիզնեսի տերերի մասին։ Ռեստորանի գլխին խես գրել ռուսերեն օրինակ։ Հանի։ Գրի մենակ հայերեն։
անգլերեն էլ մի գրի, կամ անգլերեն գրի, բայց փոքր տառերով էսպես, այնքան որ լատինա տառ ասենք մարդիկ։ Գիտեք ինչ ամբողջ աշխարհում կարդում։ Ես հիշում եմ Ռուսաստանում որ այն բաները ոստիկանները բռնում են, ռեգիստրация, այնց անասում բաներ էին ասում, ջրել վաղ, հանում паспорта տալիս էին, ասում, а здесь нету перевода։ Ասում էին անասուն, у тебя высшее академическое образование, ёб твою мать, не умеешь читать по-латински։ Հասկանում ես, հետո նորմալ ռուսերենները խոսում ես, միանգամից ձգվում է, չէ՞, դե տենց է, չէ՞ այդ մարդը։ Այսինքն եկեք մենք ոչ հասարակությունը պիտի ասի ոչ ռուսկի միր ասացին։ Ամենևին էլ ես չեմ պարտադրում չխոսել ռուսերեն, այն ով որ ռուսա հետը չհամագործակցել, չխոսել, բայց ոչ ինքս ռուս ընկերներ ունեմ եւ կներեք դա խոսում է այն մարդը, ով որ առաջի բարձրագույն կրթությունը ռուսական է, մայրը եւ հայրը ռուսաց լեզվի դասատուներ են կրթությամբ, հայրս ռուսաց լեզվի դասագրքի համահեղինակ է բաների համար, ուսումնարանների համար, հա, ամբողջ կյանքը մերոնք աշխատել են աֆրիկյան երկրներում աֆրիկացիներին ռուսերեն սովորացնելով, հա, համար, հա, ասենք միշտ գնում էին ինչ երկիր ասած չեն գնացել Մոսկվան ուղարկում էր ռուսերեն դասավանդելու համար, պապս ռուսերեն կրթություն ունի, որը որ զոհվեց մեծ հայրենականում եւ ուներ բանում Իվանովոյում ռուսական կրթություններ ստացել տեքստիլագործ էր, այն մյուս պապս գլավ պաչտամտի դիրեկտորն էր, parza ռուսերեն գիտեր, հա։ Մի խոսքով, դա ասենք ես ապրել եմ մի երկրում եւ կրթվել եմ մի երկրում, որը ռուսական աշխարհի, ռուս աշխարհի արգասիկ էր։ Եվ այն կրթությունը, այն գրքերը, այն բաները ամեն ինչ որ ես ունեմ ընդեղից է, բայց այսօր մեր երկիրը, մեր սուվերենիտետը վտանգի տակ է։ Եվ եթե մենք այսօր չասենք ոչ հասարակությունը այնպես ինչպես շատ ու շատ վրացիները, մերձբալթյան երկրները չասենք ոչ, մենք ուղղակի կձուլվենք ու կործանվենք մենք։ Պետությունը պիտի հա, ասենց ինչ որ դիպլոմատիկ տինդիրիտներ անի, parza։ Եվ բնականաբար մեզ ասենք հովացնում է այն, ասենք Նարեկը ժուրնալիստ մեր հարգելի, ոնց ասենք Լավրովին կողքեց ցեխը քակը հանեց, մենք կողքից լավ ենք զգում մեզ, հա։ Նու Լավրովն էլ էսպես դիպլոմատիկ կարելի ասել հարցերին բարձրացակ չպատասխանելով լղոզեց սուտ ասելով բան մի ձև անցավ, որտեղ դիվանագետ է։ Մեզ հաճելի է դա լսելը։ Բայց դա միայն կարող է լինի մեդիայի մակարդակում, դա կարող է լինել բլոգերների մակարդակում, կարող է լինել դպրոցի դասատուների մակարդակում, համալսարանների մակարդակում, բայց պետականում ոչ։ Ցավոք։ Այսօր այտենց է։ Եթե մենք չընդունենք իրողությունը, մենք էլի կընկնենք այն վիճակի մեջ, ինչի մեջ ընկել ենք միշտ, ասենք, երբ որ ապրել ենք պատրանքներով։ Դու գիտեք դա ինչու է վերջանում։ Լավրովին հիշեցի, ոնց ինքը տենց սկսեց սողալով պատասխանել այդ սուր հարցերին։ Դե իրան էլ կարելի հասկանալ, ինքը դիվանագետ է, ինքը այլ կերպ չի կարող ասել, եւ տենց ազնական ատելություն իր հանդեպ չունե, որովհետեւ դիվանագետ է։ Ես մի անգամ հիշում եմ ուղիղ եթերում մոտս առավոտվա եթերում բաններ եկել, Ամերիկայի դեսպաններ եկել, ազգանունը չեմ հիշում, վաղուց էր, եւ ես իրան մի երկու հատ հարց տվեցի, ինքը շատ դիվանագիտորեն պատասխանեց։ Ես ասացի, «Ա, դուք փաստորեն տենց դիվանագետ եք էլի, տենց բան, տենց պատասխանեցին, սկսեց ծիծաղել, սարկազմը հասկացավ իհարկե, դա ամենածիծաղելի է, ասենք եթե հումոր չունի մարդը կարա նեղանա էլի, ասենք բանն է։ Դերասանների մեջ է շատ ընդունված, գիտեք, որ ասենք ուզում ես կոմպլիմենտ անել, գալիս ես ասում ես, արա ինչ լավ խաղացիր, մալադեց։ Փաստորեն դու պիտի դերասան դառնայիր, էլի, երևի ձերոնք չեն թողել բան, հա, բայց ասենք ասում ես, ասենք վաստակավոր արտիստ է դեմդ կանգնած, էլի, ասենք դու ծաղում ասնում ես ուղղակի, սարկազմը ընդհանրեն։ Լավ, ինչև է հիմա, վերադառնանք էլի մեր ոչխարներին։
ինքներս մեզ։ Մենք պիտի ներքուստ գոտեպնդվենք եւ հասկանանք, որ կենցաղում կրթության մեջ միջանձնային հարաբերություններում մենք պիտի ռուսական աշխարհին ասենք ոչ այնպես, ինչպես ասեց Մակարևիչը, ինչպես ասեց Ալլա Պուգաչովան, ինչպես ասեց Գալկինը, ինչպես ասեց Լիա Ախիջակովան եւ բազմաթիվ պայծառ եւ լուսավոր ռուսական աշխարհի ներկայացուցիչներ, որոնք որ իրականում ոչ թե ռուսական աշխարհին են ասում ոչ, այլ Պուտինյան, Լավրովյան հանցագործ այդ բանին այդ ոնց ասեմ այդ միավորին չգիտեմ դա ոնց ասեմ կառավարությանը ասենք հա մենք իրանց պիտի ասենք ոչ կենցաղում կրթության մեջ ամենտեղ օրինակ մի էլեմենտար բան ժողովուրդ մինչև հիմա ինձ կոմենտներ են գրում ռուսերեն տառերով ժողովուրդ դրանց ավելի նողկալի բան չկա գրեք ռուսերեն լեզվով ես ռուսերեն լեզվի հանդեպ Պուշկինի եւ Դաստոևսկու հանդեպ ոչ մի բան չունեմ ոչ մի այդպես շատ սիրում եմ ռուսական գրականություն անցել եմ բարը գրեք ռուսերեն գրեք я читаю по-русски читаю мои дети тоже читают по-русски и жена читает по-русски մի գրեք ռուսերեն տառերով արա դուք հիվանդ չկա արա վերջապես այդ կիրիլիցան որ ստեղծվել է ներեցեք արտահայտության համար խելոք մարդիկ են ստեղծել որպեսզի ռուսերեն գրվի դա դա նշանակում է որ դուք այնքան հայ չեք եւ այնքան անհարգանք եք համ հայոց լեզվի նկատմամբ համ ռուսաց լեզվի նկատմամբ որ գրում եք արա հանրային տարածքում եք գրում սիրացիդ չես գրում աղբորդ չես գրում լիճկայի մեջ գրում ես հանրային տարածքում արա գրի ռուսերեն չես կարող հայերեն գրել հասկացանք շատ ու շատ մեր հայրենակիցներ չեն կարող գրել հայերեն դա մեր ժողովրդի առանձնահատկությունն է պատմական այդպես է ստացվել ուրիշ տեղա ծնվել ուրիշ տեղա մեծացել ուրիշ բանա սովորել հայերեն խոսում աշատ բայց լավ չի գրում ստեղ այնքան երեխա կա որ հայերեն չի գրում բայց հայ են հասկանում եք եթե գրում են ինձ գրում են անգլերեն են գրում կարդում եմ անգլերեն կարդում ես ինչ պրոբլեմ չկա նույնը ռուսերեն գրեք տեղից պետք է սկսել այն ամենամանր բաներից պետք է սկսել Փարքասու Լավրովը այս անգամ եկավ ես չլսեցի որ նա ասել որ ռուսական դպրոցներ պետք է բացվի անպայման Հայաստանում բայց կարող էր ասել ինչպես մինչև հիմա որևէ ռուս պաշտոնյա գալիս է թե չէ մի անգամից այդ թեմայով սա խոսել ռուսական դպրոցներ պետք է չպիտի բացվի ռուսական դպրոցներ իսկ եթե անգամ կառավարությունը ուզած բացի այդտեղ ոչ մի երեխա պետք է չգնա այդտեղ ասենք ռուսական դպրոց գնալը պիտի լինի մովետոն, պիտի լինի ամոթ բան, հա? Որովհետև դա այլ սովետական միությունը չի, առաջ սովետական միությունում ամբողջ մեր մտավորականությունը երեխեքին տալիս է ռուսական դպրոց, ինչպես էլ ես եմ ավարտել ռուսական դպրոց։ Դա ուրիշ երկիր էր, որովհետև դու ռուսական կրթություն պիտի ունենայիր, որ հետո գնայիր առաջ, դառնայիր կոմունիստ, գնայիր Մոսկվայում ուսում առներ եւ այլն։ Ես կոմունիստ եմ, դու գիտեք։ Ես բանակից որ եկա, ես բանակում ընդունվել եմ կոմունիստական կուսակցության շարքերը, որովհետև հերս զամմինիստրը էր ռուսավորության մինիստրության, ու ես պիտի հետո ինչ-որ մի պաշտոնի գնայի հետո, տենց էին որոշել մերոնք, որովհետև եթե ես չլինեի կոմունիստ, ինձ չէին թողնի ես առաջ գնամ։ Ну, ճիշտ է, հետո 88 թիվը սկսվեց բան, այդ կոմունիստի այդ տոմսը շպրտեցի, в общем, մեր կուսակցական ղեկավարների երեսին ու գնացի հրապարակ, բնականաբար։ Նույնն էլ հերս ասենք, ոչ մի տենց իդեյնի կոմունիստներ չեն եղել, էլի, ասենք, մամե։ Ну, դա տենց պետք է։ Հիմա դա պետք չի։ Հիմա ռուսական աշխարհին մերձենալը կենցաղի մակարդակով պետք չի։
Չեմ ուզում խոսեմ, ասենք, տնտեսության մասին, որ տնտեսության զգալի մասը մցրած է Ռուսաստանի տակ եւ այլն եւ այնտեղից էլ եկել է եւ Նիկոլ Փաշինյանի օրոք դա ավելի խորացավ, դա ուրիշ հարց է, դա ուրիշ եթերի հարց է։ Շատ եմ խոսել առանձնապես տնտեսությունից չեմ հասկանում, աշխարհակաղակական այդ խաղերից չեմ հասկանում, բայց կենցաղավարությունից հասկանում։ Իմ ամբողջ կյանքը, իմ ամբողջ բոլոր ներկայացումներս եղել է ընտանեկան հարաբերությունների, կին-տղամարդ հարաբերությունների, ընտանեկան բռնությունների, հարևանը հարևանի, այդ մակարդակն է իմս եղել միշտ։ Ես ավելին չեմ ուղեղս չի աշխատել ուղղակի, ես դա ոչ ինֆորմացիան ունեմ, ոչ պատմություն գիտեմ, ոչ սոցիոլոգիա գիտեմ, ոչ աշխարհակաղակական հարցերից եմ հասկանում։ Կենցաղի մակարդակի վրա հասկանում եմ, որ չի կարելի։ Չի կարելի։ Այս 20-20-ից հետո որ հաստատ չի կարելի։ Դրանից առաջ ինչ որ հույսեր, ինչ որ բան, ինչպես եւ դուք, որտեղ դե դաշնակից ուզած, չուզած, դե ինքը որ կա երևի անպաշտպանը, պաշտպանված, բայց հետո հասկացանք, չէ՞ որ սխալվել ենք, այտենց չի։ Եթե այսօր լիներ, ես չէի թողի իմ տղեն ընդունվեր սլավոնական համալսարան։ Կամ դեմ կլինեի գոնե։ Չես կա չթողնես, բայց դեմ կլինեի։ Այն ժամանակ կարելի էր դեռ մտա, բայց այսօրվանից չպիտի երեխեքը գնան սլավոնական համալսարան։ Հասկանում եք։ Կամ այն ով որ սլավոնական համալսարան է գնացել, ոնց որ ասում են իրան աղջիկ պետք է չտաս։ 20-20-ից հետո։ Mən այդպես եմ ասում, որ իմ տղեն ամուսնացավ։ Այսինքն մարդկանց երկրի կյանքում ինչ որ մի փոփոխություններ են լինում, որ ինչ որ բաներ, ինչ որ պրոցես դառնում է ակնհայտ։ Ռուսաստանը ակնհայտ թշնամական երկիր է այսօր, ժողովուրդ։ Եվ այդ թշնամական երկրի մեջ մենք ապրում ենք, եկեք մեզ բան չանենք, հա, եկեք չխաբենք մեր սուվերենությամբ, մեր սիմնջու, չէ, չկա տենց բան։ Երբ որ քո տնտեսությունը մեծամասնությամբ կախված է ինչ որ մի իմպերիայից, դու սուվերեն չես, հանգստացեք։ Զվարթնոցից հանեցին, ասենք, բանի, ռուսական այդ FSB-ային զառումարը։ Դուք համոզված եք, որ ինչ որ միտեղ այդ FSB-ն չի նստում ու մանիտորի մեջ էլի չի նայում այդ ամեն ինչը։ Թե կարծում եք Ռուսաստանը տենց հանգիստ, հեշտ ու հանգիստ կթողներ, որ դուրս գային այնտեղից։ Պարսկական սահմանից ասում են հանել են ռուսներին եւ հայերը միասին, բայց դուք համոզված եք, դուք տեսել եք, դուք համոզված եք, որ 100% այնտեղ հայերի ձեռքն է տենց ամեն ինչը։ Չէ, դուք ուղղակի համոզված եք եւ լսել եք, որ Սյունիքում բացում են հյուպատոսարան։ Հա, կարող ենք ընդվզել, խոսել, բան եւ այլ, բայց դա տենց է։ Հիմա եթե պետությունը Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոն, Հելեն ասեն, չէ, բան, ձեր հետ նմանից է եւ այլն, ռադներ հետ քաշեք, կլինի շատ լուրջ խնդիրներ երկրի համար, շատ լուրջ։ Բայց ժողովուրդը կարող է, չէ, դա չընդունել։ Բայց մեղրի ժողովուրդը կարող է, չէ, աղոհացով չդիմավորել։ Կարող է, չէ, մանավանդ որ ռուսները փափուկ ուժ չունեն։ Ասենք դա ֆրանսիացի կամ գերմանացի կամ ամերիկացի, բան այն փափուկ ուժ։ Դպրոցներ կբացեին, բան կանեին, տենց ինչ որ կրուժոկներ կբացեին, բաներ, կազմակերպություններ, մարդու իրավունքներ, կենթանի կատուների միջազգային պաշտպանության իրավունքներ եւ այլ, տենց ինչ բաներ կբացեին, մենք էլ ասենք այդ կուտը կուտեինք։ Ռուսները տես бан չեն արի, ռուսները ёб твою мать, а ну сюда иди. Сюда иди, солдат. Смирно. Это ալնելու։ Դրա համար ավելի հեշտ է ասել ոչը։ Չեն ասել ավելի հեշտ է։ Գնում եք ռեստորան, բերում է պրեսկուրանտը։ Բանը մենյուն բերում է, նայում ես ռուսերենա գրած, տուր գլխին օֆիցիանտի, ասա տղա ջան, մի հատ մենեջերիդ կանչի։ Մտնում ես խանութ, տեսնում ես ռուսերենա գրած։ Կանչի մենեջեր, ասա ինչի է ռուսերեն գրած։ Ինչի է Հայաստան չէ ռուսերեն։ Որտեղ է դա ասված, որ օրենքում է ասված։ Կա լեզվի կոմիտե, նստած ձերյակերի նման ընդեն նստած եք։ Ցուցարանքներն չեն ռուսերեն։ Ամոթ չի։ Այն երկիրը, որ մեզ այս քանի տարի է մեր ոչուփուչ եղած իշխանության, թուլության ու մեր դեբիլության պատճառով հարստահարում է հանքերը, ռեսուրսները, մարդկային ռեսուրսները, հողերը, ամեն ինչը։
ադրբեջանցիների ձեռով, թուրքերի ձեռով 20 թվականին եւ այլն։ Մենք գրում ենք եւ կարդում ենք այդ լեզվով, ինչի համար։ Համալսարան ունենք, ոչ բարով։ Համաշխարհային գրականության թարգմանությունները ուր են, ինչի պետությունը կարա, չէ, այդ կուլտուրայի մինիստրությունը այն զիբիլա կա, չէ, հիմա տես մի հատ բան։ Կարա, չէ, դնի բան, պահանջ, թարգմանություններ, ռուսերենից հայերեն, անգլերենից հայերեն, բայց դու ձեր թարգմանության մակարդակները տեսել եք։ Ես մի երկու անգամ ուզեցել եմ ռուսական գրականություն կարդամ հայերեն։ Սարսափելի է, բայց իմ պարսիկ ընկերոջ հետ խոսել եմ ռեժիսոր։ Ինքը Դաստայևսկի էլ գիտեր, Գոգել էլ գիտեր, Չարենցը գիտեր, Թումանյան էլ գիտեր։ Դպրոցում են անցնում։ Թարգմանաբար, այն երկրում, Պարսկաստան, որտեղ որ բանա, ավտորիտար մուսուլմանական երկիր է ֆունդամենտալ, բայց համաշխարհային գրականությունը թարգմանված է, որովհետև պետությունը դրել է այդ բանը դրել է այդ ուղին բռնել է։ Դա անհրաժեշտություն է։ Ժողովուրդը չպիտի լինի տգետ։ Ժողովուրդը չպիտի համաշխարհային գրականությունը եւ ինֆորմացիան ստանա օտար լեզուներով, չպիտի։ Դա քո լեզվի ճնշված, դա հետո քո ուղեղի վրա է ազդում, դա լեզվամտածողության վրա է ազդում։ Հետո դու ունես ինձ նման ինվալիդների սերունդ, որոնք որ ռուսերեն են մտածում։ Ես հələ փառք քեզ Աստված, ամբողջ կյանքս որ հայերեն եմ աշխատել, դրա համար հայերեն եմ մտածում, համ ռուսերեն եմ մտածում, համ հայերեն։ Բայց Իրանի նրանց ովքեր որ միայն հայերեն են մտածում, բայց ռուսերեն էլ իմ չափ գիտեն, այդպիսի մարդիկ էլ կան։ Կամ անգլերեն գիտեն, էլի շատ լավ։ Մենք ռուսական ռուսկի միր ասացին պիտի ասենք, ոչ այնպես, ինչպես ռուս մտավորականները։ Նորմալ ռուս մարդիկ։ Իմ ընկերները նաև, որոնք որ աշխատում են ռուսական թատրոններում, այն թատրոններում, որտեղ Գրիմյորկում ժուչոկներ է դրած, այն թատրոններում, որ իրար վրա գործ են տալիս, այն թատրոններում, որոնց դերասանների երեխեքին տանում սպանում են Ուկրաինայում։ Այ մենք այդ աշխարհին պիտի ասենք ոչ, ներքուստ։ Ճիշտ է, իհարկե կլինի ինչ-որ մի հատ սեգմենտ, որը որ կսկսի ճղեր իր հետույքը պատռել Ռուսաստանի համար, բան դրանք հասկանում ես ովքեր են։ Դրանք այն մարդիկ են, ովքեր Ռուսաստանի հետ կապված է իրանց բիզնեսները, իրանց կեղտոտ գործերը, իր բանը, բայց ժողովրդի մեծ մասը հետ չի, չէ։ Գիտեք, ասենք այդպես բան, նացիստական Գերմանիայում էլ կային ինչ-որ մի հատ մարդիկ, որոնք որ ուրիշ ձև էին մտածում, ասենք բան, ասենք, հա, միլիոն, հազար մի բան կարող լինի։ Բայց ժողովրդի մեծ մասը պիտի լինի հակակրեմլիական, ռուսական չասենք, որովհետև չեմ ուզում, որ մենք ռուսների ժողովրդի հանդեպ ատելություն ունենանք։ Իսկ ադրբեջանցիների հանդեպ ատելություն չունեմ, որ նրանց ռուսների։ Չէ, մենք պիտի հասկանանք մենք ինչ պետության մեջ ենք ապրում, ու պիտի հասկանանք այն ահավոր վտանգները, որ հիմա կախված են մեր գլխին։ Դա համար ես խորհուրդներ չեմ տալի, որ հենց հիմա գնացեք Պուտինին ձերբակալեք, Լավրովին բռնեք, ծեծեք, բան եւ այլն, հապկից դուրս եկեք, բան չէ, մենք ժամանակ արդեն անցել է։ Ժամանակին կարայինք երևի։ Ինձ թվում է, որ այն ժամանակ, երբ որ նոր այդ ամեն ինչը սկսվում էր եւ որ ակնհայտ էր Ռուսաստանի թշնամանքը եւ հələ չկար հələ Տրամպը, էդ էլ կա, հա։ Մենք պիտի ինչ-որ քայլեր անենք։ Ոչ թե դեկլարատիվ ինչ-որ բաներ ընդունենք, Ռոմի ստատուտ, բանը, օրենք բանի Եվրոպայի հետ մերձենալու, բանը, հայա, որ ընդունել եք ինչ։ Մի հատ էլ օրենք ընդունենք, որ սաղ պիտի լինեն հարուստ եւ երջանիկ։ Օրենք ընդունենք տենց։ Ու վերջ։ Օդի մեջ։ Չէ։ Մենք ներքուս պիտի դա ասենք ոչը։ Եվ մեր թատրոնների, դերասանների, բլոգերների, նկարիչների, որոնք որ տենց նկարներ պիտի նկարեն, քանդակագործների, որոնք այդպիսի քանդակներ պիտի անեն, հրապարակախոսների եւ հասարակական գործիչների, որոնք պիտի խոսեն դեմ, դա պիտի արվի ժողովրդին կրթելու եւ ճիշտ ուղու վրա կանգնեցնելու համար։ Որ ոչ նացիոնալիզմ, ասենք, սերմանել, որ ռուսի պիտի բռնես սպանես, ասենք, փառք ասում ես մոտ էշություն չկա։ Ոչ էլ դες լոյալ, ասենք, այն խեղճ մեր հայրենակիցների
ողորմի են հազարավոր մարդկանց ովքեր որ մահացան, տորթով բանով այդանք ռուսներին դիմավորենք։ Տեսանք ինչ եղավ ժողովուրդ, տեսանք։ Միշտ երբ որ չես ունենում քոնը, իսկ քոնը զարգացնելը, քո արժեքները, քո պետության շահերը, քո ազգային ողնաշարը չես կարա աճացնես, եթե ինչ-որ իմպերիայի տակ ես։ Դեռ ավելին, այդ իմպերիայի տակից, որ ուզենաս այտենց ռեսկի դուրս գաս, պետական մակարդակով, կամ անմիտ բաներ անես, կլինի 15 թիվ։ Չկարծեք, թե Ռուսաստանը նույն բանը չի կարող անել։ Քիչ է ցարական Ռուսաստանը, փակել հայկական դպրոցները, չգիտեմ, քշել հայերին Սիբիր, տարել կոտորել իր, ասենք, բաներում, պատերազմներում, քիչ է եղել։ Եղել է, չէ՞, ինչա մոռացել եք։ Այդ որ մեկի պապին չեն տարել դատե որ, դե մի խոսքով, հիմա այդ շարունակեմ արդեն կես ժամից ավել է եթերս։ Ներեցեք, էսը շատ երկար եղավ։ Գրանցվեք ալիքից, խնդրում եմ, տարածեք այս ամեն ինչ։ Այս ամեն ինչը կարևոր է։ Կարևոր է մեր նման այդ 100,000-ը, որ մենք ունենք, հիմա հավաքվել ենք։ Այտենց մարդիկ էլի շատանան։ Համ Սփյուռքում, համ Հայաստանում։ Շատանան եւ համախոհ դառնան։ Մենք արդեն ունենք 100,000 համախոհ, դա քիչ չի մեր ժողովրդի համար, ժողովուրդ ջան։ Բլոգերի համար իհարկե քիչ է, որովհետև աշխարհում բլոգերները նայում ես միլիարդներով, միլիոններով հետևորդներով, մենք փոքր ժողովուրդ ենք, մեզ համար 100,000-ը շատ է, լավ է, էլի հավաքվեք, հավաքվեք այս գաղափարների շուրջ, սա կարևոր գաղափարներ են, դա միայն իմ գաղափարները չեն, ես հիմա ինչ-որ ասում եմ, դա մեր այն ամենա կորիզ ունեցող, ողնաշար ունեցող հայ մտավորականների գաղափարներն են։ Շնորհակալություն ուշադրության համար, զրույց անցավ ջերմ և բարեկամական մթնոլորտում, թույլ տվեք կնոպկեն սխմել, կնձ